Տեսեք, գաղտնիքը ամբողջովին փոխեց իմ կյանքը 45 տարի առաջ։ Իսկ վերջին 38 տարիներին ես ճամփորդել եմ ամբողջ աշխարհով մեկ օգնելու մարդկանց հասկանալ գաղտնիքը։ Ձգողության օրենքը միշտ աշխատում է, դրանից չես կարող խուսափել։ Դու ձգում ես ամեն ինչ քո կյանքում։ Երբ մենք հասկանանք գաղտնիքը, կարող ենք հանգիստ նստել և թելադրել, թե ինչ ենք ուզում, որ լինի մեր կյանքում, և բացարձակ վստահությամբ դա կլինի։ Եկեք մի պահ կանգ առնենք և հասկանանք, թե ով ենք մենք, ինչ ենք մենք։ Տեսեք, ես ասում եմ, որ ես Բոբ Պրոկտորն եմ, բայց ճշմարտությունն այն է, որ ես իրականում Բոբ Պրոկտորը չեմ։ Բոբը և Պրոկտորը երկու բառ են։ Դա իմ անունն է, բայց ոչ ես։ Ես կարող եմ նայել ինձ և ասել, սա ես եմ, բայց սա Բոբ Պրոկտորը չէ, սա ոչ էլ ես եմ։ Դուք երբեք չեք լսել ինչ-որ մեկին, որ զանգահարի գրասենյակ և ասի, այսօր Մարմինը չի գալու աշխատանքի, նա հիվանդ է։ Դուք երբեք չեք լսել մեկին, որ ասի, ձեռք եմ։ Մենք ասում ենք իմ ձեռքը, իմ անունը, իմ աշխատանքը։ Սրանք բաներ են, որ մենք ունենք, բայց դա մենք չենք։ Տեսեք, ես հոգի եմ, ոգի, ոչ ֆիզիկական, բայց ապրում եմ ֆիզիկական մարմնում։ Եվ ունակ եմ թելադրելու, թե ինչ հաճախականության վրա գտնվեն իմ միտքն ու մարմինը։ Հաճախականությունը տիեզերքի օրենքներից է։ Այս ամբողջ տիեզերքը կառավարվում է օրենքներով։ Ոչ մի բան պատահարի հետևանք չէ։ Հաճախականությունն է սահմանում օրենքը։ Ձգողության օրենքը, որի մեջ կարծես լողում ենք օվկիանոսում։ Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ շարժման մեջ է։ Ամեն ինչ թրթռում է այս կամ այն արագությամբ։ Եվ մենք կարող ենք գնալ դեպի բացասական կամ դրական հաճախականություն։ Մենք կարող ենք օգտագործել զգացողություն բառը նկարագրելու գիտակցական իմացությունը այն հաճախականության, որի մեջ գտնվում ենք։ Երբ մեկն ասում է ես լավ չեմ զգում, իրականում ասում է ես գտնվում եմ բացասական հաճախականության մեջ։ Երբ մեկն ասում է ես ինձ այնքան լավ եմ զգում, իրականում ասում է ես դրական հաճախականության մեջ եմ։ Իրականում, երբ մենք գտնվում ենք բացասական հաճախականության մեջ, միակ էներգիան, որ մենք մեզ ենք ձգում, նմանատիպ էներգիան է։ Այսպիսով մենք բացասական իրադրություններ ենք ձգում մեր կյանք։ Երբ մենք գտնվում ենք դրական հաճախականության մեջ, միակ բանը, որ կարող ենք ձգել մեր կյանք, պետք է ներդաշնակ լինի մեզ հետ, այսինքն դրական իրադրություններ։ Եկեք մի պահ մտածենք այս մասին։ Մեր մարմինը կազմված է մոլեկուլներից, մեծ արագությամբ հաճախականության մեջ գտնվող մասսայական մոլեկուլներից։ Միտքը շարժում է, իսկ մարմինը իրականացնում է այդ շարժումը։ Ես և դու ունենք գիտակից ունակություն ընտրելու այն պատկերները, որոնք պահելու ենք մեր մտքում։ Մենք մտնում ենք անսահմանափակ աղբյուրի օվկիանոս և մենք ընտրում ենք մեր մտքերը։ Կարող ենք նաև ընտրել ուրիշների մտքերը, կամ կարող ենք նոր մտքեր ունենալ, և երբ մենք միացնում ենք այդ մտքերը, մենք ստեղծում ենք իդեաներ։ Ես կարող եմ ստեղծել իդեա իմ մտքում, որ կարող եմ ունենալ ցանկացած բան, ինչ կամենում եմ։ Եվ երբ այդ իդեան վերցնեմ և տեղադրեմ իմ ենթագիտակցական ուղեղում, որը տիեզերական գիտակցություն է, ես ոչ միայն կազդեմ իմ մարմնի, այլ նաև այս ամբողջ տիեզերքի վրա։ Ես գիտեմ, որ մեզնից շատերը մեզ պատկերացնում են փոքր, աննշան և նրանք դժվարությամբ են հավատում, որ մենք կարող ենք ազդել ամբողջ տիեզերքի վրա։ Բայց մենք կարող ենք և ազդում ենք։ Գիտեք, որ մտքի ալիքները դրանք կոսմիկական են, որոնք ներխուժում են բոլոր տարածքներն ու ժամանակները։ Եվ երբ ես ինչ-որ բան եմ մտածում, ես կառավարում եմ այն հաճախականությունը, որում գտնվում եմ, և երբ վերահսկում եմ այդ հաճախականությունը, վերահսկում եմ այն ամենն, ինչ ձգում եմ իմ կյանք։ Եթե ես ուզում եմ ավելի հարստանալ, պետք է տեսնեմ, թե դա ինչպես է տեղի ունենում իմ կյանքում։ Ինձ տրվել է հրաշալի երևակայություն, և այն օգտագործելով ես կարող եմ պատկերներ ստեղծել իմ մտքում։ Ես կարող եմ ինձ տեսնել գեղեցիկ հարաբերությունների մեջ, կամ կարող եմ տեսնել ինձ շատ հաջողակ, կարող եմ տեսնել ինչպես է իմ կյանքում շարունակ գումար ավելանում, տարատեսակ ճանապարհներով։ Տեսնում եք, ես եմ որոշում ինչպիսին տեսնել ինձ։ Գեներալ Վիկտոր Ֆրանկելը, որը հոգեբան էր, պատերազմի տարիները անց է կացրել կենտրոնացման ճամբարում։ Ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը ավելի շատ է տանջվել ֆիզիկապես և հոգեպես, քան այդ ճամբարում գտնվող մարդիկ։
Բայց Վիկտոր Ֆրանկելը իր հրաշալի «Մարդը իմաստ է փնտրում» գրքում նշում է, որ ոչ ոք իր վիճակը չի տեսել։ Նշում է, որ ոչ ոք ի վիճակի չէր եղել ստիպելու իրեն մտածել մի բան, որ ինքը չէր ուզում։ Որքան էլ հետ գնանք, մարդկության պատմության ամբողջ ընթացքում բոլոր հզոր առաջնորդները անվերապահորեն եւ անկասկած համաձայնության են եկել, որ մենք այն ենք, ինչ մտածում ենք։ Իսկ ինչու է դա այդպես։ Որովհետեւ մենք ունենք ազատություն մտածելու այն, ինչ ուզում ենք։ Կարող ենք նոր բաներ մտածել կամ վերցնել ուրիշի մտքերը։ Կարող ենք համադրել այս մտքերը եւ ստեղծել գեղեցիկ կամ վատ իդեաներ, բայց մեր ստեղծած իդեաներն են առաջացնում այն հաճախականությունները, որի մեջ գտնվում ենք, եւ հետեւաբար այդ հաճախականությունները ստեղծում են այն էներգիաները, որը մենք ձգում ենք։ Հիմա հարց տվեք ձեզ. իրականում ինչ եք դուք ուզում։ Մտածեք մի պահ դրա մասին։ Ինչ հարաբերություններ եք ուզում։ Որքան առողջ եք ուզում լինել։ Ուզում եք հաջողակ լինել։ Ինչ գործով եք ուզում զբաղվել։ Դուք գիտեք, որ դուք եք ձեր կյանքի ճարտարապետը։ Իսկապես դուք եք։ Դուք կարող եք օգտվել այն անսահմանափակ հնարավորությունների աղբյուրից, որը հենց այդպիսին է։ Վերջին 500 տարիների ամենահզոր հեղինակներից մեկը Թոմաս Թրովարդը խոսում էր ճոխության ոգու մասին, անսահմանափակ հնարավորությունների աղբյուրի մասին, որ երբ դուք օգտվում եք անսահմանից, երբեք ձեր բաժնից ավելին չեք վերցնում։ Առատության մեջ ապրելը ձեր իրավունքն է, ի ծնե, բայց հասկացեք, դուք երբեք չեք ձգի ձեր կյանք մի բան, որը ներդաշնակ չէ ձեզ հետ։ Եվ եթե դուք ավելին եք ուզում եք ավելի հարուստ լինել, ավելի առողջ լինել, ավելի իմաստալից հարաբերություններ ունենալ, ուրեմն որոշեք հենց հիմա, ստեղծեք եւ պահեք այն պատկերը ձեր մտքում, որն ուզում եք, եւ մնացեք այդ հաճախականության մեջ։ Այս ամբողջ տիեզերքը պատվերով է։ Նման էներգիաները ձգում են իրար։ Ուղղակի հասկացեք, որ այնինչ ուզում եք, արդեն այստեղ է։ Եվ ձեզանից միայն պահանջվում է ներդաշնակ լինել ձեր ցանկությանը, եւ դա պետք է անել ձեր սեփական մտքերով։ Սա բացարձակ ֆենոմեն է, երբ մտածում ես այս մասին։ Պատկերացրեք այն աշխարհը, որտեղ ուզում եք ապրել։ Դիտեք գաղտնիք ֆիլմը նորից ու նորից։ Այցելեք The Secret TV կայք, քանի որ այնինչ նրանք առաջարկում են ձեզ կօգնի վերափոխել ձեր սովորությունները եւ սովորական դարձած մտածելակերպը։ Եվ երբ դա անեք, կփոխեք ձեր աշխարհը։ Ես դա արել եմ 45 տարի առաջ, երբ երիտասարդ տղա էի։ Ինձ գիրք նվիրեցին եւ այդ գիրքն ինձ օգնեց նպատակ ձեռք բերել իմ կյանքում։ Օգնեց ինքս ինձ հասկանալ։ Դուք ձգելու եք ձեր կյանք ամեն ինչ ելնելով ձեր հավատից։ Հնարավոր է, որ դուք ինքներդ ձեզ չեք հավատում, բայց եթե շարունակեք սովորել, ինքներդ կապշեք ձեզ վրա։ Մեր հավատը հիմնված է մեր որևէ առաջխաղացման վրա։ Եվ որքան շատ առաջխաղացում ունենաք, այնքան ձեր հավատը կփոխվի այդ հանգամանքի վերաբերյալ։ Ես ուզում եմ, որ դուք բարեփոխեք այն օրենքները, որոնք կառավարում են ձեր ապրելակերպը։ Սկսեք հասկանալ հաճախականության օրենքը, տեսեք, թե ինչպես են հաճախականության եւ ձգողության օրենքները իսկապես համագործակցում։ Դուք կարող եք ձգել միայն այն, ինչի հետ ներդաշնակ եք։